խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջև, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Այսինքն սա երկար եւ անընդհատ process է եւ քաղաքացին կարծում եմ խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան եւ ես քանի որ վարդագույն ակնոցների մասին շատ խոսեցի, չեմ կրում այդ ակնոցները եւ մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաեւ լինելու է։ Տիկին նախարար երրորդ հանրապետության պետք է լինեն, տիկին Ես Պաշտոնյան արդեն կարծես մեղավորության այսինքն այս դեպքերն ես չգիտեմ, չէ, քիչ առաջ ես նշեցի, որ քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետևություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն թե չէ։ Տիկին նախարար երրորդ հանրապետության ես չեմ կարող Արդեն վերդիկտ է կայացել։ Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետևություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ որ հետևություններ անեմ։ Որ ամեն այսպիսի դեպքից առաջ Ազատի դեպքը, չգիտեմ, Սուրմալուն էս մեկը, Նիկոլ Փաշինյանը իր դիրքից ելնելով, չասեմ չարաշահելով, գնահատականներ է տալիս, որը կարծես ուղղորդում է իրավապահ մարմիններին, թե ինչպիսի ընթաց պետք է ստանա քրեական գործը։ Ասեք ինչ գնահատական է։ Դրանց ով է մեղավոր, մի անգամ մեղավորներ է։ Ասма չէ, սա պայթյունն է, այն մյուսը չգիտեմ դիտավորի շատ վենդետաների առաջ քաշում։ Որոնք ուղղորդվում են իր Շնորհակալություն։ Տիկին նախարար Յուրաքանչյուր վարկած ապրելու իրավունք ունի։ Տիկին նախարար երրորդ Եթե դա հանրապետության վարչապետն է ասում, կներես վարչապետն է ասում դա Ես չեմ հիշում որևէ դեպք, որ առաջադրված վարկածները օբյեկտիվ իրականությունից շեղում ունենան։ Այսինքն, եթե մենք պայթյունի ձայնը լսել ենք, եղել է պայթյուն, ասել, որ եղել է պայթյուն, դա եթե Ազատի դեպքի հետ կապված վարչապետը մանրամասն ասում էր, որ վառարանն են փորձել վառել, բենզին են օգտագործել, դա խորտում չի Շուրջ նախաքննական։ մի բան էլի հարցնեմ, մեր կառավարման համակարգը կարծում եմ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսինն է։ Ներքին գործերի նախարարությունը ում ենթակայությամբ է գործում։ Ինչի մաս է Բայց կազմում։ նախաքննական մարմինները անկախ են։ Ինչի մաս է կազմում, կառավարությունը, չէ՞։ Ներքին գործերի նախարարությունում, քրեական ոստիկանությունում, որ կար կամ հիմա որոշ մասով գործառույթները կա։ Մի րոպե։ Կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել օրինակ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ում ենթակայությամբ է գործում։ Պարզ չէ, որ որովհետև Ո՞նց ենք ասում։ Մի րոպե, որովհետև օպերատիվ հետախուզական մարմինները իմ ենթակայության տակ չեն գործում։ Ես ոնց կարող եմ իմանալ տեղեկություններ ու աղաղակություններ, եթե նախաքննություն է։ Ո՞նց է ինքը վարկած Մենք հիմա քննարկում ենք վարչապետը նախարար առաջարկում իրեն ամեն անգամ հարցնել, ինչը ոնց է անում։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակել եւ Լավ, հետո կգորա։ Քաղաքն նախկիններին գնա։ Այստեղ սաղ իշխանական են, ընդդիմադի չկա, գնա։ Տիկին նախարար երրորդ հանրապետության էջը փակելը եւ չորրորդ հանրապետություն հռչակելը Արդյոք սա քաղաքական թիմի ցանկությունները մի ամբողջ ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցել չէ եւ ամեն 30 տարին մենք պետք է նոր հանրապետություն հռչակենք սա ճիշտ ձևաչափ կամ մոտեցում է Հայաստանի Հանրապետության Նախ ես ձեր հարցադրումը չընկալեցի այն առումով թե ինչ է նշանակում ասել, պարտադրել քաղաքական թիմի ցանկությունները ժողովրդին կամ հասարակությանը։ Քաղաքական թիմը այն բանի մասին է, որ ուրվագծում է մոտեցումները, ամբողջացնում եւ ներկայացնում հետագա անելիքները, հետո նաեւ ծրագրի տեսքով։ Եվ մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում եւ այդ ընտրությունները համապետական են, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն։
Այսինքն չի ընտրի եւ ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին ինչ-որ մի բան, ի բնե սխալ է։ Ես ասում եմ, արդյոք դա քաղաքական թիմի ցանկությունը ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցելու ձև չէ, ոչ թե ասում եմ քաղաքական թիմը կոնկրետ ասում է իրական Հայաստանի գաղափարախոսությունն է հռչակել 4-րդ հանրապետություն է։ Այո, բայց մենք գնալու ենք ընտրությունների եւ հետեւաբար, եթե ժողովուրդը համաձայն չէ մոտեցումների հետ, տեսեք, 4-րդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Հետևաբար ես այդ առումով ձեր հարցը չընկալեցի։ Այսինքն ժողովուրդը պետք է որոշի։ Սա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն եւ ավելի թավ կերպով գրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է 4-րդ հանրապետությունը, բայց իրավական տեսանկյունից եւ իրավահաջորդության տեսանկյունից մենք պետք է վստահ լինենք եւ ամեն ինչ անենք այնպես, որ որևէ խնդրի առաջ իհարկե չկա եւ բացառենք։ Ինչ կերներ, օրինակ ինչ լինի, որովհետեւ Երևան 4-րդ հանրապետության հաստատման Ես առաջարկում եմ ուղղակի սպասել, երբ համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն, մենք անպայման կկոմունիկացնենք դա։ Տիկին Գալյան, հնարավոր է դեռ խոսքը անկախության հռչակագրի հանել չհանելու մասին։ Դա որևէ կապ չունի այն տրամաբանության եւ մոտեցման հետ, որը դրված է այդ հայտարարության հիմքում։ Իրոք որևէ կապ չունի։ Հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի վայրվելու հետ կապ չունի։ Իրականում կապ չունի, որովհետեւ անկախ նրանից անկախության հռչակագիրը կպահվի թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Այսինքն երրորդ հանրապետությունը կարողացել է լինել միայն անկախության հռչակագրի շնորհիվ եւ դա պատմական փաստաթուղթ է, պատմական իրողություն։ Ես դա չեմ հարցնում, անկախության հռչակագրի պահել չպահելը, որը կերպ հակադրության մեջ Չէ։ Տիկին նախարար այն կարող է մնալ, բայց համանadrությամբ 4-րդ հանրապետության Մենք անկախության հռչակագիրը պատմության էջերից չենք կարող ջնջել։ Իմ պատասխանը դա է։ Տիկին նախարար Դուք նկատի ունեք սահմանադրության մեջ հղումը պահել թե չպահելու։ Դա դեռ չենք քննարկել։ Սահմանադրության հետ նոր սահմանադրության եւ անկախության հռչակագրում Բանատները այսինչ աղոթում Նույնիսկ ասացի, որ դուք կներկայանաք Մեր թե ձեր։ Ձեր բանատն ընդի բադիների բոլորին Մեր եթե քաղաքացիներ են ինչ-որ բողոք ունեն գուցեև, չգիտեմ։ Նախկիներից է բողոք։ Հարցը կարող է բան չեմ հասկանալ, որ ես էլ հասկանամ։ Հղումը պահպանել չպահպանելը եւ 4-րդ հանրապետության հաստատման այդ հեռանկարը Որևէ պատճառական կապի արկայությունը չի քննարկվել եւ չի հաստատվում այս պահին։ Մեկնաբանություն այդ մասով անել չեմ կարող։ Այսինքն եթե հղումը անգամ որոշեք պահպանել, դա 4-րդ հանրապետության, որ ասում են վերջնակետը լինել է Մեկը մյուսին հակասում է թե ոչ, կարծում եմ։ Տիկին նախարար համաներում սպասվում է թե ոչ։ Քննարկում չի եղել այդ մասով։ Այդ մոտեցումը, երբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից, այն ժամանակ, երբ մեղադրեցին այս իշխանությանը պատերազմ կամ սանձազերծելու կամ սկսելու մեջ եւ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն այդքան տարի ինչ է նույն ձեր ասածներ կրկնում մենք չգիտեինք դա Այսինքն մենք չգիտեինք, որ միջազգայինորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք եւ ոնց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ ինքը սանձազերծեց պատերազմ եւ շարունակությունը, դա եմ ասում, չգիտեինք 2016 եւ թվականի ապրիլյան պատերազմին որ գնացել էր ինքը եւ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 20-ից առաջ, 19-ին, 18-ին, 17-ին եւ դրան նախորդող բոլոր տարիները։ Պաշտպանում Փաշինյանի զավակը։ Այնտեղ ու ինքը անձամբ փաստվեցին, որ գնաց ապրիլյան պատերազմին իհարկե մայիսին գնացել Խրամատերում։ Վատարեց, որ գնաց։ Չէ, լավ է, բայց ում հողերն էր պաշտպանում, որ հողերը, որ հայրենիքի։ Մեզ համար շատ ցանկալի։ Իսկ մի բան էլ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ես հայրենասիրությունից դրդված եմ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո հայրենասիրությունից դրդված Արցախը ճանաչեց Ադրբեջանի, կազմը հանձնեց Ադրբեջանին։ Ոնց հասկանանք դա։ Ես
կարծում եմ, որ դուք ինձնից լավ գուցե, չգիտեմ, հիշում եք այն պատմական այլևս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ կարող եք ինքներդ հետեւություններ անել, թե ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Մինչև հիմա Ռուսաստանի դեմ պայքարում է, իր հողերի մի մասը Ռուսաստանի տարածքում է հայտնվել, բայց մինչև հիմա Զելենսկին հրաժարվում է ճանաչել Դոնբասը կամ, չգիտեմ, Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ու ատամներով պահում է, ինչքան որ կարողանում, գնում զենք հազում, չգիտեմ, ռակետի քար հազում, բերում կռվում է։ Ախր ես այնքան կուզեի, որ գոնե դուք ինքներդ ձեզ չհակասեիք նրանով, որ վստահաբար, եթե զոհերի քանակությունը Աստված չանի ավելի մեծ լիներ, իհարկե, էլի մեծ է թիվը, ցավոք սրտի, Հայաստանի մասին եմ ես խոսում, էլի մեծ է ցավոք սրտի, բայց եթե այդ ամենը շարունակվեր, ինչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին եւ հնչելել են այդ մեղադրանքները, հետեւաբար իմ պատասխանը նույնն է, կրկնում եմ, դուք շատ լավ տիրապետում եք այն ինֆորմացիային, թե ինչ եղավ եւ ինչու։ Խնդրում եմ չմանիպուլացնել։ Մենք քննադատում ենք մեղադրում են նաեւ հենց դրա համար, որ մինչև 20 թվականը ասած Արցախը Հայաստանի Ես էլ ասում եմ կողմնորոշվեք ինչի համար եք մեղադրում եւ նաեւ հարգելի լրագրողի հարցին պատասխանեցի, ասելով թե ինչ է նկատի ունել վարչապետը, բարեբախտաբար ես այդ քննարկմանը ներկա եմ եղել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչի հետ կապված այդ դիրքորոշումը հայտնվեց եւ եթե հայտնում եք որևէ դիրքորոշում, որևէ պաշտոնատար անձի կողմից հնչեցված, խնդրում եմ դա հայտնեք մինչեւ վերջ, չկտրելով կոնտեքստից։